Դերասանուհի Ռոզա Դավթյանն, ով մշտապես գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, իր ինստագրամի հետևորդների հետ կազմակերպել էր անկեղծ հարցուպատասխան։ Նա անդրադարձել է թե իր կարիերային, թե անձնական կյանքին ու սոցիալական մեդիայում շրջանառվող լուրերին։ Երկրպագուների ամենասպասված հարցին, թե երբ նրան նորից կտեսնենք հեռուստաէկրաններին, Ռոզան տվել է խոստումնալից պատասխան. «Դե, շատ շուտով», նշել է նա, հավելելով խորհրդավոր էմոջի, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նոր նախագիծն արդեն սարերի ետևում չէ։ Հետևորդները չեն շրջանցել նաև անձնական թեմաները։ Հարցին, թե ինչպես է ծանոթացել ամուսնու հետ, դերասանուհին նախընտրել է մանրամասները պահել ապագայի համար։ Սակայն հետաքրքիր խոստում է տվել. «Խոստանում եմ գամ Հայաստան, նկարելու եմ այդ հոլովակը», գրել է նա, ակնարկելով, որ պատրաստվում է վիդեոբլոգի տեսքով ներկայացնել իրենց սիրո պատմությունը։ Ռոզան հրապարակել է նաև լուսանկար սկեսուրի հետ։ Երբ հետևորդներից մեկը նկատել է, թե որքան բարի տեսք ունի նա, Ռոզան հումորով և ջերմությամբ արձագանքել է. «Չի երևում, էդպես է, որ կա»։ Դավթյանն օրերս իր ինստագրամյան հարթակի սթորի բաժնում նոր հրապարակում էր արել, որից էլ պարզ դարձավ, որ նա և ամուսինը մեկնել են Ուֆա։ Ռոզան նաև իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել էր նոր ֆոտոշարքով։ Առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Ռոզա Դավթյանը հայտնի դարձավ «Կույր աշխարհ» հեռուստասերիալից, ինչից հետո «Վերջին զանգ» հեռուստանախագծում մասնակցությամբ էլ ավելի ամրապնդեց իր ճանաչվածությունն ու վայելեց հանրության սերը։ Դերասանուհու հասցեին հնչող դրական կարծիքները ակնհայտորեն շատ են, և բացասական կարծիքների հանդիպելը գրեթե անսպասելի է։ Սակայն օրերս Ռոզան իր ինստագրամյան էջի սթորի բաժնում կիսվել էր հենց այդպիսի անսպասելի նամակով։ Օգտատերերից մեկը նրան գրել էր. «Ճակատը տահավոր տգեղ ա», ինչին դերասանուհին պատասխանել էր հետևյալ կերպ. «Շատ հազվադեպ եմ իմ էջում բացասական կարծիք հանդիպում ու սովորաբար միանգամից սև ցուցակ եմ ուղարկում։ Բայց դե ասենք ոնց սա չտեղադրեմ, դուք էլ տեսնեք իմ լուսապսակ ճակատը»։ Մորաքույրը չի հավանում. «Ես ձերը շատ եմ հավանում», հեգնել էր դերասանուհին։ Նշենք, որ օրերս էլ Ռոզա Դավթյանն իր ինստագրամյան հարթակում կիսվել է գեղեցիկ և էսթետիկ հոլովակով, ցուցադրելով իր շքեղ բնակարանը։ Առաջարկում ենք դիտել հոլովակն առանց մեկնաբանության։ Նարինջը կտրատել ենք ու պատրաստվում ենք այս ապարատով թարմ քամենք և խմենք։ Եթե ստացվեց, ուրեմն ես ամեն առավոտ թարմ քամած նարինջ կխմեմ։ Բայց լավ քամվեց։ Մեջտեղից չես գտել։ Քամեցինք, մի քիչ չի արդարացրեց իրան ապարատը, հիմա մյուս ապարատով ենք փորձելու։
Լադ եմ հալացնում առանց շաքար չրերով, պատրաստում եմ այս գեղեցկությունները, հիմա պատրաստել եմ ասենց փայտիկի վրա, այսպես ենք անում, դնում ենք մեր պերգամենտի վրա և չարազից դնում ենք նուշ, դե հետո չասեք, որ առանց շաքար հնարավոր չի համով բաներ ուտել, այսպես։ Մյոտ նայք ինչ լովն են, ինչ հեշտ պոկվում են, անցած անգամ ամանիքների վրա է արել, լավ չէր պոկվում։ Հիմա մենք սրանով սուրճ կխմենք, առողջ օգտակար վիտամիններով լի։ Վերջին զանգ հեռուստանախագիծը մոտեցավ իր տրամաբանական ավարտին։ Դերասանուհի Ռոզա Դավթյանն իր ինստագրամյան հարթակում հուզիչ հրապարակումներ էր արել։ Ռոզան հրապարակմանը կից գրել է. «Կկարոտեմ, ես ես մի տարվա մեջ մենակ գտել եմ ու սիրել։ Անգելինան կմնա իմ հետ միշտ, ու հուսամ ինքը արդեն երջանիկ ա լինելու։ Ես իրան ուղղորդել եմ դեպի երջանկություն։ Շնորհակալ եմ նախագծի համար։ Այս մեծագույն նախագիծ էր, որը դեռ շատ երկար կմնա բոլորի սրտերում»։ Նշենք նաև, որ Ռոզա Դավթյանը կիսվել էր ինստագրամյան հարթակում ունեցած իր հետևորդների արձագանքներով և կից գրել. «Էնքան եմ լացել, էլ ուժ չունեմ։ Սիրում եմ ձեզ»։ Հենց նոր ավարտեցինք մեր նկարահանումները, ժամը 1-ն է, ու Հենրին ու Անգելինան ձեզ ասում են Մեկ բարով։ մինչ նոր հանդիպումներ։ Մենք շատ սիրեցինք մեր հեռուստադիտողին ու շատ շնորհակալ ենք ձեզնից։ Ու նույն սերն էլ ձեզնից ստացանք։ Շնորհակալություն։ Ելի հեռուստադիտող, այսօր իմ Ռոզայի վերջին նկարահանումն էր։ Հեռուստանախագիծը դեռ առաջին սերիաներից գրավեց բազմաթիվ հեռուստադիտողների ուշադրությունը։ Սերիալի գլխավոր կերպարները՝ Հենրին և Անգելինան, շատ արագ դարձան սիրված զույգ։ Շատ սուր էին քննարկումներն այն մասին, որ հեռուստադիտողների մեծ մասը ցանկանում է զույգին տեսնել նաև միասին իրական կյանքում։ Սակայն, ինչպես հայտնի է, թե Ռոզա Դավթյանը և թե Լևոն Մկրտչյանը ամուսնացած են։ Այս կարճ ժամանակահատվածում նրանք միասին անցել են մեծ էմոցիոնալ ուղի։ Հատկանշական է նաև նշել, որ երկուսն էլ իրենց կերպարներին մոտեցել են լուրջ ու պրոֆեսիոնալ կերպով։